Այդ ամեն ինչը Ադրբեջանի հասարակության համար նորություն է եւ դա ազդում է, այսինքն իրաց մոտ ինչ որ կարծրատիպեր են կոտրվում, որ ինչ որ բան է փոխվում, որ արդեն վերևից սրահան կա, որ այդքան էլ թշնամի չեն փաստորեն հայերը, իրancs հետ կարելի է շփվել, հասկանում եք, դա էլ մեծ արժեք ունի ինքնըստինքյա։ Այն որ իրենք եկան մեր մոտ ոչ մի բանը չփոխեց, հա մենք գիտենք որ կա նորմալ ադրբեջանցիներ կան գոնգոներ, որոնք Ալիևին ենթակային, բայց դե հիմա ռազմական հանցագործներ չեն, էլ եմ ասում դրանցից մենակ մեկն էր, որ մասնակցել էր Լաչինի շրջափակմանը եւ այդ մարդու այդ տիկնոջ հետ կապված մենք հարցեր ունենք եւ պատահական չի որ այդ տիկնոջը մենք ուրեմն բոյկոտել ենք պլատֆորմի անդամ էր նաեւ Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի ադրբեջանական պատվիրակության անդամ էր եւ մենք հասանք նրան որ այլևս ինքը այնտեղ չի լինում եւ չի լինելու այդ կարող ենք հաստատ ասել մասնակիցը հա չէ միանշանակ պիտի արդեն ունենա եւ ասեմ նաեւ ադրբեջանական պլատֆորմի անդամներն էլ էին իրեն կշտամբել որ մեզ էս խայտարականում մենք հետո ոնց են գնալու Բրյուսելում հայերի դեմքին նայենք երբ որ դու այսպիսի բաներ ես արել իրենց դեմ մասնակցելով Ալիևի աստորեն պլանին շրջափակելու Արցախը եւ սովամահության հասցնելու փաստորեն նպատակը նաեւ դա էր գուցե, չէ՞։ Եթե ոչ զուտ սպառնալով սովամահությամբ սպառնալով, որ գրեթե նույն բանն է։ Ինչ որ զիջումների հասնելը կամ վտարելը ինչ որ տեղի ունեցավ վերջը, բռնի տեղահանությունը։ Հիմա համենայն դեպս դե մերոնք էլ ասում են, որ հա, իրենք էլ մեր մասով են դժգոհ, որտեղ մենք էլ մեր հրապարակումներում շատ բան ենք ասել իրենց մասին ժամանակին, բայց դե դա համարժեք չի։ Այդ մի բան է իրար հանդեպ ինչ որ բաներ ասելը, մի բան է նման գործողությանը մասնակցելը։ Լավ, ինչևէ, բայց ամեն դեպքում ընդհանուր առմամբ ես էլ եմ ասում, շատ կարևոր նախաձեռնություն էր եւ կարևոր է որ ամեն մեկս մեր գործը անենք, իրենք այդ տրեքով, այսինքն գոնգոների հետ աշխատելով, որոնք որ ազդեցություն ունեն Ադրբեջանում, մենք էլ այն մարդկանց հետ աշխատելով, որոնք հույս ունենք, որ վաղ կունենան Ադրբեջանում, ապագայում կունենան ազդեցություն, որ գոնե ինչ որ տեսլական իրանց հետ ձևավորենք, թե ոնց է ապագայում Հայաստանի ժողովրդավար հասարակությունը շփվելու Ադրբեջանի ժողովրդավար հասարակության հետ։ Այդ նույնիսկ գաղափարները պետք է էփեն, պատրաստվեն, չէ՞ որ ինչ որ տեսլականներ լինի, ինչ որ նույնիսկ եթե պետքա կարծրատիպեր, բայց դրական կարծրատիպեր ձևավորվեն, որ դրա շրջանակներում ադրբեջանական հասարակությունը զարգանա, այլ ոչ թե հայատյացության, մշտական եւ ավտորիտարիզմի նաեւ, հա, եւ հակաժողովրդավարական համակարգի շրջանակում իրեն միշտ պատկերացնի։